Ճաշեր, բանջարեղեններ, հացով-պանիր, հաց կարագ, ջերմուր, ճաշ, թատար-պարանի ու աբուր։ Ո՞րն ես ամենաշատը սիրում։ Թատար-պարանին։ Գյումրու Գոհարը Մսուր մանկապարտեզում երեխաների թվարկած ճաշացանկը գրեթե չի տարբերվում մյուս նախադպրոցական հաստատությունների առօրյա ճաշացանկից, ինչը սակայն նախատեսվում է ենթարկել զգալի փոփոխությունների 2026 թվականից։ Առողջապահության նախարարության սահմանած նոր չափորոշիչներով Հայաստանի բոլոր մանկապարտեզներում անկախ պետական կամ մասնավոր լինելուց արգելվելու է սննդում ներառել կրեմային հրուշակեղեն, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, կարամել, պաղպաղակ եւ քաղցրացուցիչ պարունակող այլ արտադրանք։ Թեյը կոֆեին պարունակելու պատճառով նույնպես դուրս կմնա մենյուից։ Գյումրու Հուսահարակաստ մանկապարտեզում եւս սպասվող փոփոխությունների նախնական պատկերին ծանոթ են։ Ես ինքս կողմ եմ որպես տնօրեն, որ ասենք առողջ ապրելակերպի նաև մտնում, թեպետ մենք մանկապարտեզներում միշտ կողմ ենք եղել դիետիկ սնունդին, առողջ սննդին։ Ու որոշ բաներ քչացվել է, որոշ բաներ իսպառհանվել է։ Հիմնականում ես ինչքանով որ ուսումնասիրեցի, քաղցրավենիքը, շաքարային պահը դուրս է եկել։ Աղի եւ շաքարի միջին օրաբաժինը կնվազեցվի ավելի քան 2 անգամ։ Թույլատրելի է միայն այնպիսի ըմպելիք, որտեղ շաքարի կամ մեղրի քանակը չի գերազանցում 5 գրամը։ Միևնույն ժամանակ թույլատրվում է մատուցել տեղում թխված բիսկվիտ կամ թխվածք պայմանով, որ դրանք չեն պարունակում մարգարին կամ հագեցած ճարպեր եւ չեն գերազանցում շաքարի սահմանված նորման։ Արդեն կազմել են, որ սա համապատասխանում է երեխայի ճիշտ մաքուր զարգացմանը, ես ոչինչ չունեմ ասելու, բայց միգուցե կարելի է նաև խորհրդակցել եւ տնօրենների եւ ծնողական ինչ-որ խմբերի հետ։ Երեխաները կստանան ավելի շատ մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ ու ամբողջահատիկ մթերքներ։ Օրական պարտադիր կլինի 2 տեսակի միրգ եւ 2 տեսակի բանջարեղեն։ Գյումրու համայնքապետարանի կրթության բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Գասպարյանի խոսքով մտավախություն կա, որ առողջապահական տեսանկյունից ողջունելի այս ծրագրին կխոչընդոտի Գյումրու ցածր կենսամակարդակը։ Ինչքան հասնում է տվյալ օրվա սննդակարգի մեջ տեղավորվում են, բայց թանկացումների առումով ինձ թվում է, որ ինչ-որ մի բան մնում է թերի։ Դրա համար մենք պիտի նաև առաջ հերթին գնային ուսումնասիրություն անենք, որոշ փոփոխությունների հետ կապված, դե կփորձենք երևի, ես այս բանին հստակ որևէ բան ասել չեմ կարող, որովհետև հաշվարկված որևէ բան չունեմ ես։ Այսօր Գյումրիում գործում է 24 մանկապարտեզ, որոնց հաճախելիությունը գրեթե 100% է։ Ակտիվ հաճախելիությանը, սակայն հակադարձ համեմատական է մանկապարտեզների ֆինանսավորումը։ Հաշվի առնելով տարեկան գումարը, որ տրամադրվում է մանկապարտեզներին, Այո։ երևի կամ պետք է վերանայվի։ Ցանկալի կլինի, որ վերանայվի։ Տպավորությունն այնպես է, որ Գյումրու պարագայում ցածր կենսամակարդակը եւ գնաճը կարող են խոչընդոտել փոփոխությունների լիարժեք իրականացմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։